Թուրքիային ու Ադրբեջանին հաջողվել է զավթել Հայաստանի քաղաքական միտքը, զավթել Հայաստանի որոշումների կայացման համակարգը, ինստիտուցիոնալ իմաստով զավթել, գրավել եւ առանց պատերազմի, առանց որևէ փափուկ ուժով, սա կոչվում է փափուկ ուժ, soft power, փափուկ ուժով մեզ ոչնչացնում են։ Ես ասում եմ, ոչ մի պատերազմ էլ չի լինելու։ Փափուկ ուժով մեզ ոչնչացնում են, կործանում են, վերացնում են այս ազգը։ Ուղղակի տանում են վերացման։ Դրա տակ այնտեղ թալան հետ կբերեն, ինչ կանեն, 4.5 միլիարդ դրամ այսօր որոշել են պարգևաճարման պետական համակարգին։ Այսինքն նախարարները նորից 7 միլիոն դրամ փող են ստանալու, 7 միլիոն դրամ, պատգամավորներն էլ 3 միլիոն դրամ, սելի հայրենակիցներ։ Էսա։ Ու դուք նստած եք, sense նայում եք ոնց են կերեք, ոչնչացնում ես ամեն ինչ։ Հիմա մարդիկ կասեն, բայց դուք ինչ եք անում, բա դուս եկեք փողոց, որ դուս գանք փողոց, քանի մարդ է գալու։ Քանի մարդ դուս կգա։ Այս YouTube-ի եթերը սա հանրահավաք է իրականում։ Քանի մարդ նայում է, մասնակցում է այս հանրահավաքին։ Եվ պետքա բոլորով կարողանանք ընտրությունների օրը խաղաղ 30 վայրկյանանոց ակցիայով, 30 վայրկյան է տևում քվեարկությունը, հեռացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կառավարվող մեր որոշումների կայացման ինստիտուտը զավթված այս իշխանությանը, որը այլևս հայկական չի,